Բժշկական մասնագիտությունները իրարից իրոք շատ են տարբերվում եւ իրենք իրենց փիլիսոփայությամբ են տարբերվում։ 2015 թվականին արդեն երկրորդ մասնագիտությունը սովորելու համար մեկնեցի Շանհայ։ Իմ ընտրությունը պրագմատիկ չէր։ Ուղիղ դեմքից ասել եմ, որ լավ, սովորեցիր, բա ինչ ես անելու, այդ ոլորտը Հայաստանում գրեթե չկա, շատ թույլ զարգացած է ռազմական բժշկի համար, դա ընդհանրապես աբսուրդ է, ոնց ես պատկերացնում քո հետագան, բայց ես մնացի այդ գծի մեջ, մինչև վերջել, այդ անուղելի լավատես ձևով ես դա սովորեցի եւ մեծ հույսերով հետ վերադարձա Հայաստան։ Ատվածով հիվանդների պարագայում պատկերացեք, հիվանդը չի շարժում վերջույթները կամ չի կարողանում խոսել, վիրահատության ընթացքում անոթը բացելուց անմիջապես հետո քո հիվանդը կարող է սեղանի վրա վիրահատական սկսի քո հետ խոսել, ձեռքերը, ոտքերը շարժել։ Ես իմ ամեն մի հնարավորությունից sense ուղղակի կարճել եմ, որ կարողանամ ինչ որ մի բանի հասնեմ։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք ռազմական բժիշկ, Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանական բաժանմունքի ղեկավար բժիշկ Ժորա Բաղդասարյանին։ Բարև ձեզ բժիշկ Բաղդասարյան, շատ շնորհակալություն, որ եկաք մեզ հյուր։ Ձեր անցած ճանապարհը եւ ձեր մասնագիտական ուղին շատ հետաքրքիր եւ ուսուցողական է մեր երիտասարդ ուսանողների համար։ Ես կուզեմ սկսենք ամենասկզբից, ոնց որոշեցիք դառնալ բժիշկ, ռազմական բժիշկ եւ հետո ոնց խորացաք նեղ մասնագիտության մեջ որպես նյարդաբան։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Ռազմական բժիշկ դառնալու որոշումը հիմնված է եղել ավելի շատ այն փաստի վրա, որ որոշակի մտավախություն ունեցա, որ բուժական ֆակուլտետ կարող անվճար չկարողանամ ընդունվել եւ դրա համար մտածեցի, որ ռազմական ֆակուլտետ վստահաբար կընդունվեմ եւ դրա հիմքով եղավ ռազմական ֆակուլտետ դիմելը, չնայած հետո քննությունների բալերից հասկացա, որ բուժական ֆակուլտետներ կընդունվեի անվճար, դա կարևոր էր իմ համար, որ անվճար ընդունվեմ, դրա համար այդպես եղավ իմ որոշումը, չնայած բացարձակ չեմ փոշմանել, որ ռազմական բժշկի կարիերա եմ ընտրել։ Իսկ ռազմական բժշկությունը ընդհանրապես տարբերվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետից, այնտեղ սկսած հագուկապից, կարգու կանոնից լրիվ տարբեր է։ Մի քիչ կպատմեք այդ նեղ միջավայրը, ինչպիսին է այնտեղ, եթե մարդ ուզում է ռազմական բժիշկ դառնալ սկզբանե, ինչ է իրան սպասվում ընդհանրապես ներսում։ Ռազմական բժշկի ճանապարհը իրոք համաձայն եմ տարբերվում է քաղաքացիական բժիշկների ճանապարհից ու հենց սկզբից է դա տարբերվում, սկսած այդ դետալները, այսինքն կարգ ու կանոն, որոշակի սահմանափակումներ, վերջացրած հետագա կարիերայի կառուցման առումով իրոք դրանք տարբեր են եւ դրական իմաստով եւ բացասական իմաստով սահմանափակումները մի փոքր ավելի շատ են, բայց նաեւ դա ավելի պատվաբեր աշխատանք է իմ կարծիքով, որովհետեւ համատեղում է երկու կարևոր մասնագիտություններ իր մեջ եւ բժշկի եւ սպայի ռազմական գործի, այդ առումով դժվար, բայց ավելի պատվաբեր ճանապարհ է իմ կարծիքով։ Իսկ երբ որ ավարտեցիք ռազմաբժշկական ֆակուլտետը, ես գիտեմ, որ պայմանագրով է, դուք պայմանագիր եք կնքում մոտ մի 20 թե 25 տարվա եւ հետո արդեն ծառայում եք այդ ամբողջ պայմանագրի ընթացքում չի եղել տենց ցանկություն այդ պայմանագիրը շուտ խզելու, որտեվ ձեր ազատության վրա ինքը սահմանափակում է, որտեվ սահմանափակումները շատ են եւ ուսուցողական process-ն էլ այդքան հեշտ չի, ու ամեն դեպքում տարբերվում է։ Ոնց է դուք կարողացել այդ սահմանափակումներին, այդ ամեն ինչին հարմարվեք ու սովորեք ու դառնաք բժիշկ, ոնց է եղել այդ պահը։ Իրականում տրամադրվելու խնդիր է, այդպիսի պահեր եղել են չեմ թաքցնում, բայց արագ անցել եմ այդ փուլերը, սահմանափակումները շատ մեծ չեն եւ միայն սահմանափակումները չի խնդիրը, նաեւ հնարավորություններ ա տրվում, ես իմ կարիերայից մի քանի բաներ կպատմեմ եւ կհասկանանք, որ ռազմական բժշկությունը դա միայն սահմանափակումներ չեն, դա նաեւ կարիերային հնարավորություններ են, հատկապես այն մարդկանց համար, որոնք որ սովորեն իրենց վրա հույս դնել, վստահ մարդկանց, չկոտրվող մարդկանց առումով նաև դա հնարավորություններ է տալիս
Սկզբնական փուլում մի փոքր իմ համար տարօրինակ էր այդ սահմանափակումները, բայց հետո ես շատ արագ վարժվեցի եւ ընթացքում արդեն դիսկոմֆորտ չեմ ունեցել։ Մանավանդ ովքեր որ պատասխանատվության բարձր զգացողություն ունեն, դիսցիպլինային սովոր են, իրանք հեշտությամբ հարմարվում են, էլի։ Մի քիչ փափուկ մարդկանց համար է դժվար լինում։ Ես ի սկզբանե այդ խնդիրը չեմ ունեցել։ Եվ բացի դրանից նաև շատ առավելություններ կան, շատ հնարավորություններ ա լինում, որոնք որ քաղաքացիական կյանքում չես կարող ունենալ, եւ ես միշտ նեգատիվ եմ վերաբերվել այն ռազմական բժիշկներին, որոնք որ սահմանափակումների վրա են շեշտադրություն արել։ Օրինակ քաղաքացիական բժշկության մեջ այդպիսի հիվանդների հոսք անկախ քո մասնագիտական որակներից դու չես կարող ունենալ, տարբեր տեղեր աշխատելու ծառայելու փորձ չես կարող ունենալ, շատ հարցեր կան, որ նաև ինքը առավելություն է տալիս։ Ես ելի եմ ասում, իմ ընտրությունը ես ազնիվ ձևով ասեցի, որ եղել է ավելի շատ ֆինանսական կոնտեքստով, ռազմական ուղղությամբ գնալը, բայց հետագա ընթացքը բացարձակ ես չեմ բողոքում եւ չեմ դժգոհում, որովհետեւ ինձ շատ բան է տվել եւ ես իմ ծառայության տարիները հիշելուց միշտ շնորհակալության զգացողություն ունեմ բանակի ու զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության առումով, որովհետեւ այնպիսին ինչպիսին ես հիմա եմ, ես կերտվել եմ այդ համակարգի մեջ ու դա ես չեմ մոռանա երբեք։ Նույնիսկ շատ ինձ դուր եկավ, որ ինձ ի սկզբանե ներկայացրեցիք ռազմական բժիշկ, ես ճիշտ է թոշակ եմ անցել, այսպես ասած, երիտասարդ թոշակ առու եմ եւ հիմա ռազմական բժիշկ այլևս չեմ ֆակտով, բայց հոգով ռազմական բժիշկ չէ։ Նախկին ռազմական բժիշկներ կարծեմ չեն լինում։ Ինձ դուր եկավ, որ այդպես ներկայացրեցիք։ Եվ առավելությունների թեման եթե շարունակեմ, տեսեք, օրինակ ես շատ երկար կրթություն եմ ստացել, բժշկական համալսարանը 7 տարի պլյուս կլինիկական օրդինատուրա նյարդաբանության, պլյուս դրան 3 տարի բախտ եմ ունեցել ուսանել նաև նեյրոինտերվենցիոն վիրաբուժություն արտասահմանում, այդ բոլորը անվճար է եղել եւ դա մեծ առավելություն է, որ բժիշկը կարող է ունենալ այդքան երկար ու այդքան թանկարժեք ուսումը անվճար ունենալը կարծում եմ քիչ առավելություն չի եւ ես այդ առումով եմ շատ շնորհակալ, որ այդ հնարավորությունները ինձ ընձեռվել են։ Ես կուզեմ ասեք, թե ոնց որոշեցիք հենց նեղ մասնագիտություն որպես նյարդաբանությունը ընտրեք եւ այդ նյարդաբանությունը որպես մասնագիտություն ինչ առավելություններ ու թերություններ, եթե այդպիսի կան իհարկե, ունի եւ դուք որպես նոր եկող մարդ, օրինակ ես, եթե նոր եմ գալիս մասնագիտության մեջ, ինձ ինչ կասեք, ինչի ես պիտի ընտրեմ մասնագիտությունը որպես նյարդաբան, մի կողմ դնենք, որ ռազմականով եք դուք գնացել, եւ ինչի ես պիտի նեղ մասնագիտություն նյարդաբանություն չընտրեմ։ Լավ հարց եք տալիս, տեսեք, նյարդաբանությունը ի սկզբանե նախ պետք է խորհուրդ կտամ շատ պրակտիկայի մեջ մտնել եւ տեղում գնահատել այդ մասնագիտությունը, որովհետև շատ դեպքերում մենք ունենք ինչ-որ պատկերացումներ մասնագիտության մասին, որը գալիս է, չգիտեմ, սկսած ֆիլմերից, ինչ-որ տարբեր ինֆորմացիաներից, բայց իրական այդ մասնագիտությունը պատկերացնելու համար ամենահարմար ձևը ընդգրկվելն է այդ մասնագիտության մեջ, փորձել, ասենք, ցիկլերի ընթացքում ավելի շատ մասնակցել կամ ցիկլերից դուրս նույնիսկ հերթապահությունների մասնակցել եւ մասնագիտությունը խորքից ու ներսից հասկանալ, որովհետև դա շատ կարևոր որոշում է։ Բժշկական մասնագիտությունները իրարից իրոք շատ են տարբերվում եւ իրենց փիլիսոփայությամբ են տարբերվում։ Դրա համար եթե մի մասնագիտության մեջ սխալ ընտրության դեպքում դու կարող ես չհաջողես ու նորմալ լավ բժիշկ չստացվի քեզնից, ապա եթե ճիշտ ենթամասնագիտություն ընտրվեիր, այդ դեպքում դու կարող ես փայլուն արդյունքներ ունենալ։ Այսինքն բժշկության մեջ մասնագիտությունները իմ կարծիքով իրարից շատ են տարբերվում, դրա համար ճիշտ ընտրությունը շատ կարևոր է։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, սկզբնական փուլերում ես կարծում էի, որ վիրահատական ուղղությունը իմ համար չի, որովհետև ես կարծում էի, որ ես երկար եմ ծանոթ անում, իսկ իմ կարծիքով վիրաբույժը պետք է ավելի կարճ ու արագ որոշումներ կայացներ։ Այդ
մտքերից ելնելով ես սկզբնական շրջանում որոշեցի, որ թերապևտիկ ուղղությունները ինձ ավելի հարմար կլինեն, իսկ թերապևտիկ ուղղություններից նյարդաբանությունը երկար մտածելու, խորը մտածելու առումով լավագույն մասնագիտություններից է, որովհետև իրոք ինքը շատ խորը, շատ համապարփակ մասնագիտություն է, շատ բարդ, եւ ինձ դուր էր գալիս նյարդաբանության լոգիկան, դրա համար նյարդաբանություն ընտրեցի, հետո ուսումնառության ընթացքում ընտրության վրա շատ մեծ նշանակություն է թողնում, այսպես թե այնպես թե դա մենք ուզենք թե չուզենք, այն բժիշկները, այն դասախոսները, որոնց հետ մենք շփվում ենք։ Այսինքն, եթե բախտ ես ունենում լավ դասախոս ունենալու, որը քո համար ընդօրինակելի կերպար է, դա մեծապես կարող է քո որոշման վրա ազդեցություն թողնի։ Նյարդաբանության առումով իմ բախտը բերեց, շատ լավ բժիշկ ինձ հանդիպեց ուսանող տարիներին եւ ես այդ ուղղությունը սիրեցի ուսանող տարիներին դեռ։ Ռազմական բժշկի առումով մի քիչ տարբերվում է սիտուացիան, որովհետև ռազմական բժիշկները միշտ չէ որ կարողանում են ընտրել իրենց մասնագիտությունը։ Ընտրված ցուցակից են իրանք ընտրում, այսինքն պետությունը ասում է, որ այս մասնագիտությունների կարիք ունեմ եւ այդ եղածների մեջ է ընտրությունը կատարվում, եւ այն տարին, երբ որ ես կարողացա կլինիկական օրդինատուրա գնալ, իմ բախտից նյարդաբանությունը այդ ցուցակի մեջ կար եւ ես իրոք իսրտե ընտրեցի նյարդաբանություն մասնագիտությունը։ Եվ շատ սիրով այդ 3 տարին կլինիկական օրդինատուրան շատ ակտիվ ձևով անցկացնելուց հետո նորից որ վերադարձա բանակային նյարդաբանության, ես հասկացա, որ իմ պատկերացումները այդ մասնագիտության ու իրական ռազմական նյարդաբանության մեջ ագին տարբերություն են տալիս եւ պետք է խոստովանեմ, որ իմ պատկերացը չէր եւ իմ ուզածը չէր, չնայած նյարդաբանությունը ինձ շատ դուր էր գալիս, բայց նեյրոցիրկուլատոր դիստոնիա չի։ Ռազմական ոլորտում նյարդաբանության վրա շատ տարօրինակ բաներ են դրված, պարտականություններ են դրված եւ դա ինձ այդքան էլ դուր չէր գալիս եւ ես կիսատության ինչ որ զգացողություն ունեցա ու լուծումը իրեն եկավ մի անգամ հրաման ստացանք, որտեղ որ նշվում էր, որ Չինաստանում ուսուցանելու հնարավորություն կա եւ ես ի սկզբանե լավ չպատկերացնելով էլ թե ինչ կոնկրետ ուսուցման մասին է խոսքը, ես միանգամից սիրտս քաշեց, այսպես ասեմ, ու հետո արդեն որ մանրամասները ճշտեցի, հասկացա, որ բավական լուրջ համալսարանի մասին է խոսքը, նեղ մասնագիտական կարգություն կարելի է ստանալ, ավելի նեղ քան նյարդաբանությունն է, եւ ես սիրով այդ ուղղությամբ գնացի, այդ կոնկուրսները անցնելուց հետո 2015 թվականին արդեն երկրորդ մասնագիտությունը սովորելու համար մեկնեցի Շանհայ, որը մի հատ առանձին քաղաք է Չինաստանի մեջ, ինքը Չինաստանը ինքը իրանով շատ հետաքրքիր երկիր է, բայց Շանհայը դա լրիվ ուրիշ մոլորակ է Չինաստանում, շատ դինամիկ քաղաք, շատ բարձր զարգացածության եւ ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ուսուցանել իրենց ռազմաբժշկական ակադեմիայում եւ այս մասնագիտությունս այնտեղ ձեռք բերեցի։ Եթե կոնկրետ այս նեյրոինտերվենցիայի մասին ենք խոսում, սրա ընտրությունն էլ լրիվ պատահական եղավ։ Բնականաբար ես քանի որ նյարդաբան էի, նյարդաբանությանը մոտ ինչ որ ենթաճյուղ պետք է ընտրեի, ես մտածում էի, որ պերիֆերիկ համակարգի հետ կապված ինչ որ բան կընտրեմ, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա կսովորեմ կամ ինչ որ պերիֆերիկ բլոկադաներ կսովորեմ, որը որ նյարդաբանության հետ այսպես ասած հարմար կլինի եւ այդ մտքով էի գնացել, բայց այնտեղ այն սկզբնական փուլում, երբ որ լեզվի ուսուցման փուլերի մեջ էինք, դեռ ընտրություն չէինք կատարել, մի անգամ բախտ ունեցա ներանոթային կոնֆերանսի մասնակցել, որը անոթային վիրաբույժների ներանոթային կոնֆերանս էր, այսպես ասած, ու ես այդ ժամանակ կարող եմ ասել, որ շատ մեծ տպավորություն դա իմ վրա թողեց, նույնիսկ այնքան մեծ, որ ես որոշեցի, որ եթե ես բժշկությունով եմ զբաղվելու, ուրեմն ես հենց այս ներանոթային ուղղությունն եմ ընտրելու, որտեվ միանգամից շատ մեծ էկրաններով կոնֆերանսեր միջազգային ու կարոտիդային զարկերակների վրա ներանոթային ինչ որ վիրահատություն էինք նայում on-line
Այսինքն դեղը լինում էր, դուք նայում եք, այո, կոնֆերանսը մենք ես հիշում եմ, որ մտա, ես այդ պահը չեմ մոռանում, որ մտա ու այդ մեծ էկրանների վրա այդ հետարքիր պատկերը ես տեսա ու նախկինի մտքերը, որ վիրաբուժությունը իմը չի, դա պետքա արագ որոշումներ կայացնես եւ այլն, ինձ այդքան էլ հարմար չի, միանգամից այդ մտքերը ծրվեցին ու միանգամից, այո, հա, իրոք այդպես է եղել, ես չեմ ռոմանտիկացնում, իրոք այդպես է եղել, ես նայեցի ու ասեցի, որ ես սրանով պետքա զբաղվեմ։ Դրանից հետո ինձ հուշեցին, որ կարիք չկա անոթային ուղղությամբ գնալ, նեյրո ուղղությամբ էլ այդ ուղղությունը մեր հիվանդանոցում շատ զարգացած է, նկատի ունեմ այդ ակադեմիային կից համալսարանական հիվանդանոցում եւ ես հետո գնացի, տեսա, որ իրոք շատ բարձր կլասի նեյրոինտերվենցիոն բաժանմունք ունեն ու իմ ընտրությունը այդպես կատարվեց, չնայած լոգիկայով ինքը այդքան էլ խելամիտ չէր, որովհետեւ պաշտպանության նախարարության որևէ հոսպիտալում այդ ապարատուրան չկար, անհասկանալի էր, թե ես այդ մասնագիտությունը սովորելուց հետո հետագայում իմ ծառայությունը որտեղ պետքա շարունակեմ, ընդհանրապես այդ ոլորտը Հայաստանում շատ թույլ զարգացած էր այդ ժամանակ, ընդհանրապես 1-2 հիվանդանոցում շատ սահմանափակ քանակով միջամտություններ էին կատարվում, խոսքը նեյրոինտերվենցիայի մասին է եւ իմ ընտրությունը պրագմատիկ չէր։ Եվ ամեն տարի, երբ որ ես արձակուրդ էի գալիս ու ընկերներիս հետ կիսվում էի, գոլեգաներիս հետ կիսվում էի, որ ինչ եմ ընտրել, ես հիշում եմ իմ ընկերների հայացքը, որ նույնիսկ ընկերներիցս ահագին եղել է, որ ուղիղ դեմքիս ասել են, որ լավ, սովորեցիր, բա ինչ ես անելու, այդ ոլորտը Հայաստանում գրեթե չկա, շատ թույլ զարգացած է ռազմական բժշկի համար, դա ընդհանրապես աբսուրդ է, ոնց ես պատկերացնում քո հետագան, բայց ես մնացի այդ գծի մեջ, մինչև վերջել այդ անուղելի լավատես ձևով ես դա սովորեցի եւ մեծ հույսերով հետ վերադարձա Հայաստան ու իրոք ոչ մի բան պատահական չէր, իմ գալու տարին մի քանի ամիս անց Հայաստանում ստարտ տրվեց կաթվածի պետական ծրագրին, դա նորագույն երկու մեթոդների լայն կիրառության համար մեծ հնարավորություն ստեղծեց, խոսքը տրոմբոլիտիկ թերապիայի եւ կաթվածի բժշկության ժամանակ մեխանիկական տրոմբեկտոմիայի մասին է, դա ներանոթային միջամտություն է, երբ որ ուղեղի անոթները խցանող տրոմբը ներանոթային ճանապարհով հնարավոր է հեռացնել։ Եվ ես միանգամից բախտ ունեցա ընդգրկվեմ այդ պետական ծրագրի մեջ եւ իմ մասնագիտությունը, որը որ ստացել էի, որը որ հույս չկար, որ որևէ ձևով կարող է պետքական լինի, միանգամից եկա ու ընդգրկվեցի այդ պետական ծրագրի մեջ ու իմ կարիերան այդպես առաջ գնաց։ Շատ հետաքրքիր բան եք ասում, փաստորեն ստացվում է դուք առաջամարտիկներից եք նեյրոինտերվենցիոն վիրաբուժություն ընդհանրապես Հայաստանում, այն մարդկանց եք, ով առաջիններից է եղել այդ ոլորտում եւ փաստորեն կարելի ասել ակունքներում կանգնած եք այդ ամեն ինչի, ոնց է ստեղծվել, ոնց է զարգացել եւ հիմա ինչա կատարվում, այսինքն բավականին լավ գիտեք, թե շուկան հիմա ինչպիսին է եւ ինչպիսի ճանապարհ է պետք անցնել, որպեսզի դառնալ նեյրոինտերվենցիոն ու հետո արդյոք հնարավոր է աշխատել թե չէ, դա էլ հաստատ վստահ եմ, արդեն կիմանաք այդ ամեն ինչը եւ կուզեմ այդ ամեն ինչով կիսվեք, եթե ես դարձա նեյրոինտերվենցիոն վիրաբույժ կամ ցանկացած մեկը ով ուզում է դառնա, կարողանա ինքը իրան գտնել ոլորտում, որտեվ դուք ասացիք 15 թվին է, չէ՞ եղել կարծեմ։ 19 թվականին է կաթվածի պետական ծրագիրը սկսվել Հայաստանում երկու բժշկական կենտրոններից։ Տեսեք, նեյրոինտերվենցիան ինքը շատ հետաքրքիր մասնագիտություն է եւ ես ինչ որ առումով կարող եմ համարվել մուտացիա այդ առումով, որովհետեւ ես իմ կարիերան նման չի Հայաստանում եղած բոլոր նեյրոինտերվենցիոնիստների կարիերային, բոլոր նեյրոինտերվենցիոնիստները Հայաստանում սովորել են նեյրովիրաբուժություն, դրանին զուգահեռ նաեւ նեյրոինտերվենցիա են սովորել, միակ նյարդաբան նեյրոինտերվենցիոնալիստը ես եմ։ Ամբողջ աշխարհում նեյրոինտերվենցիան ինքը երկրորդ մասնագիտություն է համարվում եւ միշտ ինքը հիմքում լինում է ինչ որ մի մասնագիտություն, հետո որպես երկրորդ մասնագիտություն նեյրոինտերվենցիա ընտրվում,
Օրինակ եվրոպական երկրներում ռադիոլոգներն են հիմնականում նեյրոինտերվենցիայով զբաղվում, շատ երկրներում նեյրովիրաբույժները եւ նյարդաբանները այս ոլորտում քիչ են, բայց աշխարհում ընդունված է նաեւ, որ նյարդաբանները նույնպես կարող են ինտերվենցիոնալիստ դառնալ։ Այսինքն այդ դեպքում ստացվում է միջամտական նյարդաբան, այսպես ինչ որ մի տերմինների մի քիչ խառնություն կա, բայց այդ 3-4 տերմիններն էլ նույն մասնագիտության մասին են խոսում։ Ինտերվենցիոն ռադիոլոգ, ինտերվենցիոն նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ, դրանք հոմանիշ համարժեք տերմիններ են։ Հայաստանում ասեցի իմ կարիերան տարբերվում էր մյուսների կարիերայից եւ ովքեր որ առաջին քայլերն են արել, գուցե նեղվեն, որ առաջամարտիկ կոչվեմ, որովհետեւ Հայաստանում մի քիչ շատ բան են մեր բժիշկները առաջինը էս արեց, երկրորդը արեց, չէ, երրորդը արեց, բան իրականում ծավալն է կարևոր եւ որակը։ Ես առաջին նեյրոինտերվենցիան անողը չեմ Հայաստանում, բայց նեյրոինտերվենցիան Հայաստանում լուրջ զարգացել է կաթվածի պետական ծրագրի հիմնադրումից հետո եւ ծավալների առումով, այո, ես առաջին նեյրոինտերվենցիոնալիստներից մեկն եմ եղել Հայաստանում։ Չնայած դրանից տարիներ առաջ հատկապես համալսարանական կլինիկայում, առաջին համալսարանական կլինիկայում մասնագետներ եղել են, դրսից հայազգի մասնագետներ են եղել, որ եկել են մեր տեղի երիտասարդ կադրերին սովորացրել են։ Ուզում եմ ասեմ, ոլորտը կար, ուղղակի ինքը շատ պասիվ էր ու շատ սահմանափակ էր։ Իրական նեյրոինտերվենցիա Հայաստանում սկսվել է կարելի ասել 2019 թվականից այս ծրագրի ներդրումից հետո։ Ինքը շատ դինամիկ ու հետաքրքիր մասնագիտություն է։ Այդ մասնագիտությունը նյարդաբանության խորությունը ունի իր մեջ եւ նաեւ մեծ դինամիկա ունի, որից նյարդաբանությունը ցավոք զուրկ է, որտեղ նյարդաբանական շատ հիվանդություն է, դրանք քրոնիկ, երկար ընթացքով, շատ հաճախ բժշկի կողմից առանձնապես մեծ բաներ չեն կարող արվել, այսինքն այդ հիվանդությունները, շատ բան նյարդաբան կատակ կա, չէ, այդպեսի որ նյարդաբանը շատ բան գիտի, ոչի բան չի կարող անի։ Ճիշտ է։ Քիրուրգները քիչ բան գիտեն, ամենաշատ գործը իրանք են անում։ Այո, հիմա տեսեք այդ երկու մասնագիտությունների ինքը միքսը լինելով համ խորը մասնագիտություն է, համ շատ դինամիկ։ Եվ ես կարող եմ նույնիսկ ասել, որ մարդը պետք է իր վրա բավական լավ աշխատի, որպեսզի չմեծամտանա, որովհետև շատ ազդեցիկ մասնագիտություն է։ Դու քո արած աշխատանքը անմիջապես կարող ես արդյունքը տեսնել։ Օրինակ, կաթվածով հիվանդների պարագայում պատկերացեք, հիվանդը չի շարժում վերջույթները կամ չի կարողանում խոսել, վիրահատության ընթացքում անոթը բացելուց անմիջապես հետո քո հիվանդը կարող է սեղանի վրա վիրահատական սկսի քո հետ խոսել, ձեռքերը, ոտքերը շարժել, որովհետև մեծամասամբ մեր վիրահատությունները առանց ընդհանուր անզգայացման են լինում եւ դա շատ մեծ ազդեցություն է թողնում բոլորի վրա։ Ազատի նման սկսած։ Այո, ինքը շատ բժիշկը պետք է շատ լավ աշխատի իր վրա, որ չմեծամտանա, ինչ որ աստվածային բաների մեջ չընկնի, էլի, որ ինքը, չգիտեմ, շատ լուրջ դեմք է, հա։ Ես անձամբ օրինակ իմ վրա աշխատում եմ, որ համեստ մնամ, հանգիստ մնամ, էլի։ Շատ ազդեցիկ մասնագիտություն է դա։ Հա։ Գիտեք, ես ընդհանրապես կողքից որ լսում ես, որպես երիտասարդ մասնագետ, ասում են, որ ոլորտներ կան, որ շատ մոնոպոլիզացված են ու նաև ես անձամբ ինքս լսել եմ, որ նույն ինտերվենցիոն ոլորտը Հայաստանում մոնոպոլիզացված է ու կան մասնագետներ եւ մարդիկ, որ անում են ոնց որ ու հետո երիտասարդներին աճել եւ հետո գումար աշխատել այդ մասնագիտությունով բավականին բարդ է, արդյոք որպես դուք ներսի մարդ, չգիտեմ, կուզենաք խոսակ այդ մասին, թե չէ, բայց ես ուզում եմ այս հարցը տալ, որ դուք որպես ներսի մարդ ճիշտ է, արդյոք իմ լսածները, որ մոնոպոլիան իրոք շատ է ու բարդ է իրականում ինչ որ ձև առաջ գնալը մասնագիտության մեջ։ Կա այդ երևույթը, ես չեմ թաքցնում, բայց ամեն ինչ այդքան վատ չի, ինչքան որ կողքից լսվում ու երևում է։ Եթե մարդը շատ տրամադրված լինի հաջողություն ունենալ, ինքը ճանապարհներ կգտնի։ Վերջապես հիմիկվա ժամանակին բնորոշ է, որ ամեն ինչ բաց է եւ առաջվա
խիստ ձևերը մոնոպոլիան պահելու գրեթե գոյություն չունեն։ Եթե մեկը շատ ձգտում ունենա, Հայաստանում էլ չսովորի, դրսում կսովորի, ինչու՞մն է խնդիրը։ Կա այդ երևույթ, ես չեմ թաքցնում, բայց այդքան ինքը ծանր չէ։ Ես կոնկրետ հիմա օրինակ ուզում եմ գոլեգա ունենալ երիտասարդ, որին որ սիրով կսովորացնեմ, սիրով կուժեղացնեմ եւ շատ կուզենամ, որ իմ կողքը լինի մարդ, որը որ այսպես ասած իմ մեջքը կպահի, որովհետեւ սա 24 ժամվա մասնագիտություն է եւ շատ ծանր է, երբ որ դու մենակ ես։ Հիմա կոնկրետ ես Գյումրիում միակ նեյրոինտերվենցիոնալիստն եմ, մենք էլ մեր բաժանմունքը սպասարկում է 2 մարզ, Շիրակը եւ Լոռին։ Եվ նորմալ չէ, որ միշտ ես այսպես ասած on-call լինեմ, կամ միշտ հերթապահ լինեմ, երբ որ զանգեն կամ վիրահատության։ Ես շատ սիրով կուզենամ երկրորդ բժիշկը լինի եւ եթե լավ հարմար կանդիդատ ունենամ, սիրով կսովորացնեմ, սիրով։ Հենց մի հոգի սովորացնող կա, ես եմ։ Իհարկե էլի կատակ եմ անում, իհարկե էլի կադրեր կան, որոնք որ արդեն ոլորտ են մտնում։ Մոնոպոլիզացիան պետք է ջարդվի, որովհետև դա ոչ մի պոզիտիվ բանի չի բերում։ Ընդհակառակը կոնկուրենցիան է, որ որակի է բերում, կոնկուրենցիան է, որ ոլորտը մաքրում է։ Ու մենք մեր պետության մեջ, եթե ինչ-որ հարցերով չենք հաջողել, ամենակարևոր հարցերից մեկը, որ չենք հաջողել, մենք արդար միջավայր ստեղծելու առումով չենք հաջողել։ Եվ ես խորհուրդ կտամ, որ երիտասարդ մասնագետները չվախենան ու մտնեն ամենաբարդ ոլորտները, ամենապատասխանատու ոլորտները, հետարքիր դինամիկ զարգացող ոլորտները ու չվախենան, որ որևէ մեկը իրանց դեմը կառնի։ Մեր ոլորտում կոնկրետ բոլորս երիտասարդներ ենք։ Փաստորեն այդ հիվանդությունը մոնոպոլիզացիայի տանելու հիվանդությունը դա մեծերին բնորոշ չի, դա բոլորին է բնորոշ։ Մենք չենք կարող բողոքել, որ մեր ոլորտում ինչ որ մի 30 տարվա փորձ ունեցող շատ հզոր մասնագետ կա, որը չի թողնում, որ որևէ մեկը աճի։ Չէ, բոլորս էլ երիտասարդ ենք, եւ մեջներից ամենածերը ես եմ։ Ու անկախ դրանից, փաստորեն որոշակի այդ մոնոպոլիզացիայի երևույթները կան, այսինքն դա մեղադրել մեծերին, որ իրենք են պահպանողական չեն թողնում երիտասարդները աճեն, այդքան էլ ճիշտ չէ։ Եվ իրականում կա հնարավորություն զարգանալու, կոնկրետ ես շատ պատրաստական եմ, եթե լավ տեխնաց ունեմ, սիրով կսովորացնեմ։ Իսկ դուք Գյումրիում եք սովորացնում, թե Երևանում, որ իմանան մարդիկ, եթե ուզում են գան։ Իրականում հասկանալի է, որ սովորացնելը դա կոշկակարություն չի, որ գանք մեր ծխական մեր ծխական բան հիվանդանոցում սովորացնենք։ Ես նաև ամբիոնի ասիստենտ եմ եւ ինչ որ առումով օֆիցիալ իրավունք ունեմ դա անելու եւ որոշակի քայլեր նաև արվում է հիմա եւ նաև հնարավորություններ կա դրսի հետ շատ լավ կապեր կա մասնագետի զարգացումը ընդհանրապես իմ կարծիքով պետք է միջավայրերը փոխվեն դա ամենալավ տարբերակն է մասնագետ դառնալու երբ որ միտեղ չես լինում ինչ որ մի հիմնական տեղ է լինում որտեղ քեզ բազիսը հիմնական մասը տալիս են բայց դու նաև հնարավորություն ես ունենում այլ դպրոցների հետ ծանոթանալ, այլ բաժանմունքների հետ կապեր ունենալ, այլ մասնագետներից սովորել, այս մի հոգու հետ կապնվելու այդ տարբերակը այդքան էլ հաջող չի, եւ այդ հնարավորությունները կան։ Մենք ունենք հնարավորություն, մենք ունենք վիրահատությունների քանակ, մենք ունենք օֆիցիալ, մենք հանդիսանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանական բաժանմունքը, դա օֆիցիալ բազա է հանդիսանում եւ մեր մոտ օֆիցիալ օրդինատորներ են գալիս եւ իրանց ուսուցման ինչ որ մի փուլը անցնում են մեր մոտ, այնպես որ ես ուղղակի բառեր չեմ ասում եւ մեր բաժնում դա նորմալ երևույթ է, որ նյարդաբանները գալիս են իրենց ուսուցման ինչ որ մի փուլը մեր մոտ անցնում են եւ մեր բժիշկների մեծ մասը հենց այդպիսի բժիշկներ են, որոնք որ ժամանակին չեն վախեցել Երևանից դուրս գալու, մարզեր գնալու եւ այդ ուսուցման փուլից հետո իրանք փաստորեն աշխատանքի են անցել։ Ընդհանրապես ես ուզում եմ ուսանողներին բժշկական համալսարանի տեղեկացնել, որ Երևանից դուրս կյանք կա իրոք։ Երևանից դուրս ամեն ինչ չի վերջանում։
Ընդհակառակը Երևանից դուրս լիքը հնարավորություններ կան, որ հնարավոր է դրանով ավելի առաջ գնալ եւ ավելի ուժեղանալ եւ այդ մարզային իրականությունը, մարզային առանձնահատկությունները օգտագործել, որպեսզի ավելի լավ կարիերա ունենալ։ Շատ մեծ վախ կա, նույնիսկ ես զարմանում եմ մարզերի ուսանողները նույնիսկ գալիս են Երևանին կպնում են, Երևանից չեն փոխվում։ Հիմա եթե համեմատելու լինենք թեմանից ոչինչ որ շեղվեցինք։ Եթե համեմատելու լինենք, ասենք օրինակ, չգիտեմ, Լիոնում աշխատող նյարդաբանը չի կոմպլեքսավորվում կյանքում, որ ինքը Լիոնում է աշխատում, Փարիզում չի աշխատում, բայց Հայաստանում այդ խնդիրը կա, մարդիկ գերկենտրոնացված են Երևանի վրա։ Դա իհարկե մենակ բժիշկների մեղքը չի, դա պետական ու հնուց եկող սովետական տարիներից դեռ եկող խնդիր է, երբ որ գերկենտրոնացում է եղել ու մասնագիտական, ֆինանսական, կրթական, հիմնական ռեսուրսները մայրաքաղաքում են եղել ու այդ հետքը մենք փոխանակ պոստսովետական տարիներին ջնջեինք, հնարավորինս փորձեինք մեր երկիրը համաչափ զարգացնել, մենք այդ process-ը խորացրեցինք եւ հիմա բժշկության առումով էլ հիմնական գործող կենտրոնները, հիմնական լավ մասնագետները կենտրոնացված են Երևանում։ Երևանում էլ դա արդեն խեղդել է ոլորտը եւ փաստացի ստացվում է, որ այստեղ արդեն շատ խաղի տեղը շատ փոքր է եւ երիտասարդ մասնագետի համար դա արդեն մեծ խնդիր է։ Այդ դեպքում ես օրինակ իմ օրինակով կարող եմ ասել, լավագույն լուծումը, որ քաջություն ունենան, գնան մարզային բժշկական կենտրոններ եւ ավելի մեծ հնարավորություններով միջավայրում կարողանան կայանալ։ Ճիշտ է, մարզային բժշկությունը նաեւ շատ խնդիրներ ունի եւ այնպես չի որ ես ռոմանտիկ ձևով ասում եմ, որ Երևանից դուրս ամեն ինչ հրաշալի է, բայց այդ խնդիրները կարելի է ի օգուտ օգտագործել եւ զարգանալ։ Եվ վերջապես հիմա ես միշտ ասել եմ, որ շատ տարօրինակ է, որ Հայաստանի տարածքում ապրող մարդը իր երջանկությունը շատ կոնկրետ կապում է նրա հետ, թե ինքը մայրաքաղաքում է, թե մայրաքաղաքում չի։ Պատկերացեք գլոբալ մի հատ որ նայենք, մեր երկիրը մի հատ փոքրիկ կետ է, չէ, գլոբուսի վրա, ու երևի թե ոչ մի աշխարհում ոչ մի մարդու մտքով չի անցնում, որ այդ փոքրիկ կետի մեջ երջանկությունը կախված է թե որ ենթակետում ես դու։ Տարօրինակ չի դա։ Օրինակ ասենք այդ փոքրիկ կետի մեջ որ կետում ես դրանից շատ բաներ կախված լինեն։ Բայց ես մտածում եմ, որ երիտասարդները միշտ ձգտում են, ով որ տաղանդավոր է, որ ակտիվ երիտասարդ է, ուզում է առաջ գնա, միշտ ավելին են ձգտում։ Այն ժամանակ էլ է տենց եղել, այս լուծումներում երիտասարդները երազել են գնան մայրաքաղաքում, անցնեն ամեն ինչը, չգիտեմ, ստեղից Մոսկվա գնալը սովետի ժամանակ ահագին լուրջ բան էր, էլի, մալացից որ կարծավ Մոսկվա գնա։ Ինձ օրինակ, չգիտեմ, բրիտանական կայսրությունում որ գնում էր Լոնդոն, ինչ որ մեկը Հնդկաստանից, ինչ լավ է, գնաց հասավ Լոնդոն, էլի։ Կարծում եմ երևի այդ տրամաբանությունն է, ես էլ կոնկրետ որպես երիտասարդ բժիշկ ես կողմ եմ լավ բժիշկ դառնալու, ես ուզում եմ լավ բժիշկ դառնամ ու գիտեմ, որ դրա համար ինձ պետքա պացիենտների հոսք, որ ես կարողանամ այդ ամեն ինչին սովորեմ ու դառնամ մի բան, բայց միևնույն ժամանակ մտածում ես նաև այլ հարցերի շուրջ, օրինակ, չգիտեմ, ես ինքս մարզում եմ մեծացել եւ գիտեմ ինչքան քիչ հնարավորություններ կա, օրինակ մարզում ծնված մեծացած երեխեքի համար։ Ես իմ ամեն մի հնարավորությունից sense ուղղակի կարճել եմ, որ կարողանամ ինչ-որ մի բանի հասնեմ։ Բայց նույն ձև, երբ որ դու համեմատում ես մայրաքաղաքում ապրող երեխան ինչքան մեծ լայն հնարավորություններ ունի, հասկանում ես, որ իրականում մարդը, որ ծնվել է մեծացել է մարզում, ինքը մեղավոր չի, որ մարզում է ծնվել մեծացել։ Նույն ձև, ասենք, ես չեմ ասում, որովհետև մտածում եմ, որ ճիշտ է գալ Երևանում ապրել, չէ։ Ես կողմ եմ համաչափ զարգացմանը, բայց ես ասում եմ մարդը, որ իր մաշկի վրա զգացել է, թե ինչքան տարբեր է, երբ որ դու օրինակ նույն ձև, չգիտեմ, մասնակցում ես, ընկնում ես Հայաստանի լավագույն 100 երեխեքի մեջ, ովքեր որ դառնում են ինչ որ տենց ամենախելացի 100 երեխեքի մեջ ես ընկնում, հետո ստացվում է հենց որ նույն մարդը, նույն պոտենցիալը ունեք երկուստ էլ կարողանում է, չգիտեմ, մի անգամից
քանի որ ինքը Երևանում է արդեն տեղակ, աստեղ ամեն ինչից, գնա օրինակ, չգիտեմ, սովորի Ամերիկայում, գնա սովորի Լոնդոնում, գնա սովորի ինչ-որ մտեղ, ստանա ավելի բարձր որակի կրթություն, քան ես, որ հələ մի հատ դիմարզից կամ Երևանին ադապտացվեմ, հասկանամ ինչ է կատարվում ստեղ, հետո նոր օրինակ, չգիտեմ, բախտս բերի, գնամ, չգնամ, ուզում եմ ասեմ, խնդիրը իմ կարծիքով թե քիչ են ձգտում մարդիկ մարզ գնալու եւ մարզում ապրել աշխատելու ավելի շատ հնարավորությունների մասով է, որովհետեւ ամեն դեպքում միջավայրը շատ կարեւոր է, որտեղ որ դու ձևավորվում ես, ու մարզային միջավայրերը որպես ես իրականում շատ շնորհակալ եմ, որտեղ որ ծնվել եւ մեծացել եմ եւ նաեւ իմ Որտեղից եք։ ես բանից եմ, Վարդենիկ գյուղից եմ, Մարտոնու շրջանի եւ Ամենամեծ գյուղերից ամենամեծ գյուղից եմ, այո, Հայաստանի, միշտ հպարտությամբ ասում եմ, եւ իմ ուսուցիչներն են լավ եղել դպրոցում եւ այլն, բայց ամեն դեպքում այդ ես կարացա օրինակ, չգիտեմ, պլստամ էլի, բայց շատերը, ասենք, դպրոցական տարիներից արդեն սկսում են շեղվել ոչ այնքան կյանքի համար բարենպաստ մի մկացրեք գույները չեմ մկացնում, պրոստը ասում եմ ինչ որ տեսել եմ ես ինքս ամեն ինչ իր գինը ունի եթե ուզում ես պարզ մակրոթի էկոլոգիական միջավայրում ապրես դա իր գինն ունի եթե ուզում ես մեգապոլիսում ապրես դա իր գինն ունի բոլոր առումներով այդպես իրոք կա տարբերություն, բայց նաև կան նյուանսներ, որոնք որ շատ կարևոր են։ Օրինակ, եթե մարդիկ մեծ քաղաքներում են ծնվում, մեծանում ու ավելի գյուղական միջավայրերում են ծնվում, մեծանում, իրենց մոտիվացիան է տարբեր լինում։ Այո, այդ շատ կարևոր է, մոտիվացիան շատ էական ուժ է ու ինչքան դու փոքր բնակավայրից ես ու քո երազանքները մեծ են, դու այնքան մոտիվացված ես ու թեկուզ վատ կրթական միջավայրը, թեկուզ հնարավորությունների սահմանափակումը, թեկուզ բոլոր այդ թերություններով հանդերձ, եթե դու մոտիվացված ես, դու կարող ես շատ ավելի մեծ հաջողություն գրանցես ու դա մի հոգու ինչ որ ռոմանտիկ օրինակ չի, դեռ մեր ծնողների ժամանակվանից սկսած այդ երևույթը հայտնի երևույթ է, որ շատ մեծ կարիերա արած մարդիկ հասարակ ընտանիքներից, գյուղական միջավայրից են եղել, այնպես որ մենք նոր հեծանիվ չենք հորինելու, կա այդպիսի հնարավորություն, կա իհարկե հնարավորությունների տարբերություն, բայց կա նաև հնարավորություն այդ ամեն ինչը ճեղքել անցնելու ու հիմիկվա տեխնոլոգիաները, հիմիկվա իրականությունը առավել քան նպաստավոր են։ Ուղղակի պետքա հասկանալ ինչ են ուզում, ընդհանուր գլոբալ բողոքներ, ստանդարտ բողոքներ չներկայացնել կյանքին, ուղղակի պետքա հասկանալ ինչ ենք ուզում ու այդ ճանապարհը քաջություն ունենալ անցնելու այսքան բան։ Ես չեմ ռոմանտիկացնում, իրոք մարզային կյանքի իր բոլոր բարդություններով հանդերձ ես շատ լավ իմ աչքի վրա զգում եմ տարբերություն կա կյանքի որակի, չգիտեմ, հասարակ սրճարանների, միջավայրի, մարդկանց կենսամակարդակի շատ տարբերություններ կան, ի վնաս մարզային միջավայրի, բայց նաև շատ առավելություններ կան։ Վերջը բժիշկը դառնում որոշումներ կայացնելու բժիշկը ուժեղանում է ու կայանում է, երբ որ որոշումներ է կարողանում ինքնուրույն իրականացնել, կայացնել։ Հիմա տեսեք, եթե դուք մի հատ մեծ, ձեր ասած Լոնդոն եք գնացել, ես այդ առումով բացարձակ դեմ չեմ, ընդհակառակը ինչքան մեծ միջավայրերում մենք սովորենք, այնքան ավելի լավ արդյունք կլինի, որովհետև մենք մեր իրական կշիռը կհասկանանք։ Օրինակ իմ համար շատ ուսուցողական էր, որ ես 30 միլիոնանոց քաղաքում ապրեցի 3 տարի եւ շատ լավ իմ դիրքը պատկերացրեցի այս աշխարհում եւ դա շատ լավ պաշար է, որպեսզի իրականությունից ես չկտրվեմ երբեք։ Ու հիմա էլ շատ ինտենսիվ մենք կապեր ունենք արտասահմանյան տարբեր բաժանմունքների, մասնագետների հետ ու այդ բալանսը շատ լավ պահվում է։ Շնորհիվ նրան, որ մեծ աշխարհի հետ է շփվում։ Ես բնավ ոչ մի նեգատիվիզմ չունեմ մեծ քաղաքներ գնալու, հզոր կենտրոններում սովորելու, ընդհակառակը դա շատ խրախուսելի եւ ցանկալի է, որ այդպես լինի,
ուղղակի ցավալիորեն շատ մարդիկ մնում են, հետ չեն գալիս։ Այդ է դրա գինն էլ որ վճարում ենք, մեր շատ լավ ուսանողներ դուրս են գնում, հետո չեն վերադառնում։ Հիմա եթե Աստծո հաջողությամբ այդ մարդու ճակատագիրն է, որ ինքը պետք է հետ դառնա, ինքը միևնույնն է, ինչ միջավայրում էլ դու սովորես, բայց դու ուժեղանում ես, երբ որ դու ինքդ ես որոշումներ կայացնում։ Եվ եթե դու արդեն պատրաստի բաժանմունքում ես գալիս սկսում աշխատել, այնտեղ ավանդույթներ կան, որոշում կայացնողներ կան, սխալվելուց քեզ հետ պահողներ կան, այնտեղ դու չես կարա շատ որոշումներ կայացնես, հետևաբար քո աճը դանդաղ է լինելու։ Հիմա եթե դու ուզում ես, որ արագ աճես, ավելի արագ կայանաս ու ավելի ուժեղանաս, դու պետք է այնպիսի միջավայրեր ձգտես, որտեղ որ այդ որոշում կայացնողը դու ես լինելու։ Եվ դա քեզ կթրծի ու դա թույլ կտա, որ դու արագ կայանաս որպես մասնագետ, ուղղակի այդ ընթացքում պետքա կապը իրականության հետ չկորցնել, պետքա շատ ուժեղ մարդկանց հետ միշտ կապ պահել մասնագիտական առումով շատ ուժեղ, որպեսզի այդ քո որոշում կայացնելու ունակությունը կոպիտ սխալներով չուղեկցվի, որպեսզի մարդկանց չվնասես դու։ Էս է բանալին, էլի։ Բալանսի հարցը մենք պետք է այդ բալանսը գտնենք։ Հիմա մեր բաժանմունքի օրինակով ես վստահ կարող եմ ասել, որ մենք մեր բալանսը գտել ենք, այսինքն երիտասարդ կադրերով մենք կարողացել ենք ստեղծենք մի հատ դինամիկ բաժին, որտեղ ուսուցողական մթնոլորտ է տիրում, որտեղ որ մարդիկ շփվում են դրսի մասնագետների հետ, Հայաստանում բոլոր խաղացողների հետ, եւ չեն լճանում, չեն մեծամտանում, չեն սխալվում կոպիտ, որովհետեւ այդ պայմանները ստեղծված են, որպեսզի ճիշտ զարգանա ամեն ինչ։ Հիմա մարզում աշխատող լավ բժիշկներ մենք միշտ էլ ունեցել ենք։ Հիմա էլ կան անհատ բժիշկներ, որոնք շատ լավ մասնագետներ են եւ այդպիսի որոշում են կայացրել, որ մարզում պետք է աշխատեն։ Հիմա մեր առանձնահատկությունը ինչումն է, որ մենք լավ թիմ ենք ստեղծել մարզում։ Այդ դա մի աստիճան ավելի բարդ է, քան լավ մասնագետ լինես անհատ եւ աշխատես մարզում։ Հիմա մենք կարողացել ենք անհամեստություն չլինի, չնայած Գյումրիում եմ աշխատում, մեկ էլ գլուխ կովեմ։ Հա։ Մենք կարողացել ենք ստեղծել լավ թիմ, որը որ կարողանում է մարզում աշխատի, լավ բժշկություն անի ու միջավայր ենք ստեղծել, որտեղ որ նոր մարդիկ եթե գան, այդ նոր մարդիկ ծլել ծաղկելու հնարավորություն ունեն։ Այս է ամենակարևոր հաջողությունը, որ մենք կարողացել ենք ունենալ։ Եկեք վերջին հարցերը տամ ու փակենք։ Ոնց որ զգում եմ, այս մի քանի հաղորդումը արդեն քիչ է ժամանակը, բայց ոնց եք կարողանում համատեղել անձնական կյանքը եւ գործնականը իրար հետ, մասնագիտությունն էլ բարդ եւ ծանր, եւ եթե հետ գնայիք նոր ավարտող Ժորա Բաղդասարյանին հանդիպեիք 6-րդ կուրսում, որ պետք է ավարտի, իրան ինչ խորհուրդ կտայիք։ Համատեղելը վատ չի ստացվում, ոնց էլ չլինի, երեկոյան հանդիպում ենք ընտանիքով, հա։ Կինս էլ իմիջիալոց բժշկուհի է ու այդ առումով ավելի հեշտ է իրար բարդություններ կան իրար հանդիպելու առումով, որովհետև իր աշխատանքն էլ է ծանր իմնել, բայց իրար հեշտ ենք հասկանում։ Հնարավոր է համատեղել, շատ էլ նորմալ ստացվում է։ Եթե հետ գայի 6-րդ կուրս նորից հնարավորություն ունեի ինչ-որ բան սկսելու, ես ավելի շատ կսովորեի, ավելի քիչ ժամանակ կծախսեի ոչ կարևոր բաների վրա, բայց իչև է, ամեն ինչ հասարակվել է նորմալ, ես գոհ եմ, առանձնապես ինչ-որ կռիվներ չունեմ անցյալի հետ։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն ձեզ, որ այսպեսի հետաքրքիր զրույց ունեցանք, իրոք շատ լավն էր։ Ես փակեմ հաղորդումը արդեն։ Դուք շարունակեք հետևել մեր ալիքին, բաժանորդագրվեք մեր ալիքին, զանգակի կոճակը պարտադիր սեղմեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը ու ինչքան հնարավոր է շատ տարածեք, որպեսզի ավելի շատ երիտասարդներ տեսնեն ու դառնան ավելի լավ բժիշկներ։ Այսօր այսքանը, ցտեսություն։